Գոյամարտ սերիալը նորից մտնում է ծայրահեղ, լարված ու անկանխատեսելի փուլ, որտեղ միաժամանակ մի քանի ճակատագրական իրադարձություններ են տեղի ունենում և յուրաքանչյուրն իր հերթին կարող է փոխել ամբողջ պատմության ընթացքը։ Ամենահարվածային զարգացումներից մեկը Մանանի և Գրիշոյի վթարն է։ Այս տեսարանը ոչ միայն սյուժետային, այլ նաև խորապես սիմվոլիկ նշանակություն ունի։ Նրանց հարաբերությունը հենց սկզբից վտանգավոր էր, անցյալով ծանրաբեռնված, արգելված և մշտական բախումների մեջ, իսկ հիմա այդ վտանգը դառնում է ֆիզիկական։ Վթարը կարծես արտացոլում է նրանց սիրո բնույթը՝ անսպասելի, վտանգավոր և ցանկացած պահի կարող է կործանել նրանց։ Գրիշոյի արձագանքն այստեղ շատ կարևոր է։ Նա իրականում անհանգստացած է Մանանի համար։ Սա հերթական անգամ ապացուցում է, որ նրա զգացմունքներն անկեղծ են։ Նա այլևս այն մարդը չէ, ով առաջնորդվում էր միայն ուժով ու ագրեսիայով, բայց հարցը մնում է արդյոք այդ փոփոխությունն ուշացած է, թե չէ։ Մանանի վիճակը կարող է դառնալ հերթական շրջադարձային կետը։ Ճիշտ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց դա կարող է միավորել կամ վերջնականապես բաժանում բերել բոլորին։ Եվ հենց այս լարված իրավիճակի ֆոնին բացվում է մեկ այլ կարևոր գիծ։ Դավիթը Լեոյին ասում է, որ Նարէի հետ խոսել է ու պարզվում է, որ Լեայի ծննդյան օրն է նշելու։ Սա առաջին հայացքից փոքր դետալ է, բայց իրականում շատ խոր իմաստ ունի։ Լեոյի համար Լեան պարզապես սեր չէ, նա այն մարդն է, ում հետ նա անցել է ամենածանր փուլերը։ Չնայած բաժանմանը, նրա զգացմունքները չեն անհետացել։ Հիմա Լեոն կանգնած է ընտրության առաջ, բայց նրա դեմքից հստակ երևում է, որ նա պատրաստվում է Լեայի ծննդյան տարեդարձը։ Ինչ անել՝ գնալ և շնորհավորել, թե մնալ հեռու հպարտությունից, ցավից կամ իրավիճակից ելնելով։ Եթե նա որոշի գնալ, ապա դա կարող է դառնալ նրանց հարաբերության նոր սկիզբը կամ վերջին փորձը, բայց պետք է հիշել Հունանի ներկայության մասին, և բացահայտված ճշմարտությունները կդառնան այդ հանդիպումը կդարձնեն ավելի վտանգավոր։ Լեոն կարող է հայտնվել ոչ միայն էմոցիոնալ, այլ նաև ֆիզիկական վտանգի մեջ։ Եթե նա չգնա, ապա դա կարող է նշանակել, որ նա փորձում է վերջնականապես փակել այդ էջը։ Բայց արդյոք դա հնարավոր է, երբ կա սեր։ Այս իրավիճակը շատ նուրբ է։ Մի քայլ և ամեն ինչ կարող է փոխվել։ Բացի այդ, Լեոյի հոգեվիճակը նույնպես կարևոր է։ Լեան նույնպես կոտրված է, հատկապես հոր մասին ճշմարտությունից բաժանված Լեոյից, և հիմա իր ծննդյան օրը կարող է դառնալ ոչ թե ուրախ, այլ շատ ծանր օր նրա համար։ Եթե Լեոն հայտնվի այդ օրը, դա կարող է դառնալ նրա միակ լույսը, բայց եթե չհայտնվի, դա վերջնականապես կարող է կոտրել նրան։ Այս ամենը միասին սերիալը տեղափոխում է մի փուլ, որտեղ սերը պայքարում է հպարտության դեմ, անցյալն ապագայի, իսկ մարդիկ ստիպված են որոշումներ կայացնել, որոնք կարող են փոխել իրենց ամբողջ կյանքը։ Առաջիկա սերիաները խոստանում են շատ լարված զարգացումներ։ Ինչ կլինի Մանանի և Գրիշոյի հետ վթարից հետո։ Կգնա արդյոք Լեոն Լեայի մոտ, ինչ կկատարվի նրանց հանդիպման դեպքում, և արդյոք այս ամենի մեջ հնարավոր կլինի պահպանել գոնե մեկ ամբողջական հարաբերություն։ Մի բան արդեն պարզ է՝ գոյամարտում սկսվել է այն փուլը, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է լինել ճակատագրական։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, Լեոն ու Լեան կհանդիպեն ու Լեոյին կհաջողվի շնորհավորել Լեայի ծննդյան տարեդարձը, թե հենց այդ ծննդյան օրն ինչ-որ անսպասելի բան կկատարվի ու Լեոն վերջնականապես կորոշի հեռանալ Լեայից։ Նշենք, որ Լեայի որոշումները հետաքրքիր են լինելու, քանի որ նրա կերպարը մարմնավորող դերասանուհի Անի Մեհրաբյանը որոշ ժամանակով մեկնել է Հայաստանից։ Դա ազդելու է նկարահանումների վրա, թե դերասանուհին վերադառնալու է շուտով ու մասնակցելու նկարահանումներին ցույց կտա ժամանակը, բայց որ ամենահետաքրքիր ու ինտրիգային սերիալներն են առջևում, դա հաստատ է։ Նշենք, որ նաև Հունանի ու Ավոյի միջև է հետաքրքիր
Էլ ավելի ուժեղ հակամարտություն զարգանում: Այս անգամ Էռնան մնաց բոլորովին մենակ: Ավոն նրան ասաց, որ եղբայրը մարդ է սպանել ու Էռնան որոշեց այդ մասին խոսել եղբոր ընտանիքի հետ: Ինչպես պարզ է դառնում, եղբայրն ուղղակի նրա թևից բռնեց ու դուրս շպրտեց: Արդյոք դա ճի՞շտ էր և արդյոք Էռնան արժանի էր այդ ամենին: